Մեր երկիրը հրաշագեղ է իր հարուստ մշակույթով եւ բնությամբ։ Այս սարերը եւ ձորերը իրենց մեջ կրում են պատմություն։ Իսկ այդ պատմությունը մեզ ամուր մոտեցնում է այս հողին։ Այս հողին մենք կապված ենք պորտալարով։ Իսկ այդ պորտալարը բարբերաբար մեզ հիշեցնում է, որ մենք հայ ենք, որ մենք ունենք այբ ու բեն, որ մենք ունենք հայրենիք, մենք ազգ ենք։ Ողջույն, սիրելի հեռուստադիտող, Սյունյաց լեռների գրկից ձեզ ասում ենք բարի ողջույն, դուք միացել եք Face Control-ին եւ մենք սկսում ենք մեր ճանապարհորդությունը։ Սիսիան խոշորացված համայնքի Տոլորս գյուղում ենք։ Տարիներ առաջ գյուղը այս տարածքում էր, ինչը ուներ իր դպրոցը, եկեղեցին, մի քանի տարի անց կառուցվում է ջրամբարը ու մի ամբողջ քաղաքակրթություն խորտակվում է ջրի ընդերքում։ Տարիները իրենց հետքը թողել են ու ջուրը այնքան է ցամաքել, որ եկեղեցին տեսանելի է։ Դա այս տարածքը ջրամբարը դարձնում է զբոսաշրջային։ Մենք ձեզ հետ միասին 1600 մետր բարձրության վրա ենք գտնվում եւ սեզոնային մուտքաջրերից այս տեղանքը փոխում է իր ֆեյսը։ Մի փոքր տխրում է, մի փոքր ուրախ է, մեկ sense ջղային է։ Բայց ես հավանում եմ։ Ու եւս մի քանի քայլ մենք հասնենք նշանակետին։ Պատկերացնում եք, չէ՞, ժամանակներ առաջ նավարկում էին, իսկ մենք հիմա ոտարկում ենք։ Դե ջրի հետ բարբերաբար շփումը իր էֆեկտը թողել է, լավ կամ վատ այդ հարցի մյուս կողմն է։ Հիմա մի փոքր պատմությունը, միջնադարյան այս ֆանտաստիկ կառույցը հոգևոր համարվում է պատմամշակութային հուշարձան։ Կառուցված է տուֆից եւ ունի հայկական ճարտարապետական տարրեր իր մեջ։ Ֆասադից տենց չի երևում, ինձ թվում է ներսում մեզ լրիվ ուրիշ պատմություն է սպասվելու։ Տասնյոթ 18-րդ դարերում մենք իսկապես էլ ունեցել ենք վարպետներ մեծատառով։ Քավլիցի, ինձ ճիշտ հասկացեք, մերօրյա վարպետներին բան չեմ ասում, բայց միջնադարում առանց տեխնիկայի կարողանալ այս ամենը կառուցել, այդ հերոսությունը։ Թեպետ հիմա շատ վարպետներ ու ճարտարապետեր աշխատանքի մոտավորապես 30-40%-ը վստահում են տեխնիկային։ Քար կրել, քար տաշել, հաշվարկներ, գծագրություն, այն ժամանակ ախր այդ ամենը չկար։ Ունենք պահպանված խաչքարեր, մուտքնել պետքա միասին փնտրենք։ Ինձ թվում է այսա, մտանք։ Ես ուզում եմ հիմա զգացածս ու տեսածս փոխանցեմ ձեզ։
սիրտդ սենց մի տեսակ ճզմվում է ու զգացողությունն է քեզ խորտ։ Ափսոսանքի եւ հպարտության զգացողությունները սենց գծիկ են դառնում, փաթաթվում են իրար ու չես կարողանում տարանջատել ու հասկանալ ինչ ես կում տվյալ պահին։ Ուզում ես խոսել գեղեցկության մասին, ուզում ես խոսել պատմության մասին, ուզում ես խոսել ճարտարապետական ձեռագրի մասին, կամարների մասին ու այստեղ զուտ քարեր չեն, հասկանում եք, տեսեք, տուֆն է, տուֆի վրա փորագրություններ կան, այստեղից անճոռնի քարերի դասավորվածություն է, բայց այն վերևի հատվածում ինչ որ շերտ կա, որտեղ շատ պարզ երևում է հայկական նախշազարդ։ Թող ինձ ներեն մասնագետները, ես հիմա ընդհանրապես հետևություն եմ անելու, թվում է ավանդախուց է, հա, խորանի ձախակողմյան, մաչակողմյան հատվածում, բայց նենց տպավորություն է, որ դամբարան է, նենց տպավորություն է, որ այստեղ ինչ որ մեկը թաղված է։ Հետ տպավորություններս, այս անձայն քարերը, խեղճացած պատերը, խունացած խաչքարերը պատմում են երբեմնի փառքի ու վշտի մասին։ Ես այնքան եմ ուզում իմ ապրածը զգաք նաև դուք։ Ուզում եմ նաև որ հաջորդ այցի ժամանակ մենակ ես չլինեմ։ Այստեղ կանգնած ես ուզում եմ որ շատ տուրիստներ գան, որովհետև գյուղը ունի մեր կարիքը։ Սիրենք Հայաստանը, գնահատենք մեր պատմամշակութային արժեքները, այս հպարտության զգացումով շարունակենք մեր ճանապարհորդությունը, բացահայտենք էլի հետաքրքիր վայրեր ձեզ համար, իսկ դուք մինչ այդ վայելեք թրջնի թռիչքից ջրամբարի գեղեցկությունը։ Face Control-ը շարունակում է ձեզ ներկայացնել Սիսիանի տարածաշրջանի չբացահայտված անկյունները եւ մենք եկանք Դաստակերտ։ Շատերն այն անվանում են նաեւ քաղաք ուրվական։ Իդեպ Հայաստանի Հանրապետության ամենափոքր քաղաքն է։ Կային լուսավոր ժամանակներ, երբ Դաստակերտում գործում էր պղինձ մոլիբդենային գործարանը եւ այստեղ ապրելը պատիվ էր։ Հիմա, չգիտեմ, ջարդրտված պատուհաններ, խոշտանգված, կներեք արտահայտությանս համար բռնաբարված, այստեղ կարելի է սարսափ ֆիլմ նկարել։ Բայց ես ուզում եմ խոսել նաև լավ կողմերից, այս ֆոնին Դաստակերտը ունի քաղաքապետարան, ունի դպրոց, եթե ես չեմ սխալվում, դպրոցում սովորում են 8 կամ 10 երեխա, շատ գեղեցիկ շինություն է։ Դաստակերտի մասին պատմական հիշատակությունները շատ քիչ են, բայց այստեղ ժողովուրդը բնակեցված է եղել դեռ հին ժամանակներից։ Այստեղ են ասել, ժամանակները շատ շուտ փոխվում են։ Մայթերը, հետիոտի համար դու էլ նկատեցիր են, ինչ ես նկատեցի, մուտքերը, շենքերի սվաղված են, իսկ որոնք սվաղված չեն, կողպած են։ Դաստակերտի քաղաքապետարան, հայփոստ, ԽՍՀՄ տարիներին Դաստակերտը զարգացավ
որպես արդյունաբերական բնակավայր, բայց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եւ պղինձ մոլիբդենային գործարանի աշխատանքները դադարեցնելուց հետո մարդիկ լքեցին իրենց բնակավայրը եւ վերջին վիճակագրական տվյալներով այստեղ բնակվում է 200 կամ 300 մարդ։ Այս բազմաբնակարանային շենքի մուտքն է, միջանցք սանհանգույցներից բան չի մնացել, հյուրասենյակ, այստեղ ննջասենյակ, չնայած այս ավերակներին դաստակերտը շարունակում է պահպանել իր քաղաքային կարգավիճակը։ Մի տարօրինակ հանգստություն կա այս քաղաքում։ Շարունակվում է City Tour-ը Դաստակերտում ու կարի արտադրամասի մուտքն է, այնքան հետաքրքիր է, տեսեք, աշխատանքի սկիզբը առավոտյան 8-ին, վերջանում է աշխատանքը երեկոյան 8-ին, ընդմիջում 11-ից 16, լրիվ ֆիեստա է, հանգստյան օր երկուշաբթի։ Ձեզ եմ ներկայացնում մշակույթի պալատը, 70-ականներին ներսում փայլել է Վահրամ Փափազյանը, մուտքերը կրկին փակ են, չէ, հնարավոր չի մտնել, այս էլ ուրվական քաղաքի դպրոցը, կողպած է, բայց կուզեի դասասենյակները տեսնեի, ասեք, որ սիրուն շինություն է։ Բասենի հարմարավետ ու ապահով ամենագնացով եկանք այն վայրը, որը քիչ հետո ձեր մեջ դաջվելու է, ինչու եմ սա ասում, որովհետև տեսարանը, որը հիմա ես վայելում եմ, ավելի շուտ իմ աչքերն են վայելում, չկրկնվող է ու շատ գեղեցիկ։ Շատերը գիտեք Թանահատ վանական համալիրը գտնվում է Վայոց ձորում, բան չասեցի, բայց Սյունիքում, մասնավորապես Սիսիանի տարածաշրջանում, նույնպես ունենք Թանահատ։ Ես մեր հաղորդումների ժամանակ միշտ ասել եմ, որ յուրաքանչյուր սեզոն ունի իր գեղեցկությունն ու հմայքը։ Հիմա այդ հմայքի բաղկացուցիչ մասերից մեկը ձնծաղիկաշատ արահետներ։ Մեկ-մեկ այնքան ենք մխրճվում մեր սոցիումի մեջ, որ շնչահեղձ ենք լինում, մոռանում ենք բնության հետ էլեմենտար շփման մասին, մեր ճանապարհորդական երթուղիները ինձ միշտ օգնում են այդ հարցում, այսինքն երկխոսությունը բնության հետ տալիս է քեզ ավելին, այդ բնական թերապիա է, վայելել այս ձայները, ճանաչել քո բնաշխարհը, Լեռնահայաստանը, բույսերը, կենդանիները եւ իհարկե պատմամշակութային արժեքները, որոնք թաքնված են հենց այդ բնության գրկում։ Հիմա մի փոքր Թանահատ վանական համալիրի մասին, 2-ից 5-րդ դար։ Ինչու եմ ասում 2-ից 5-րդ դար, որովհետեւ ըստ վերականգնող ճարտարապետի այս կառույցը 150 թվին է կառուցվել։ Նու հետո 5-րդ դարում վերակառուցել են։ Հիմա կասեք
Բա քրիստոնեությունը 301 թվականին է ընդունվել, բան չասեցի, 301 թվականին որպես պետական կրոն է ընդունվել, իսկ այն ժամանակներում իհարկե եղել են ծպտված հավատացյալներ։ Մենք համարյա 1800 եւ ավել մետր բարձրության վրա ենք գտնվում, կլիման էլ է այստեղ ուրիշ, սառն է մի փոքր։ Ասեք, որ ընդհանրապես Սյունիքի գույնը չի այս օրանժը, դրա համար տեղացիները թանահատը նաև ասում են կարմիր վանք, շրջանառվող տարբերակներից մեկը անվան հետ կապված թանահատել, այսինքն վանահայրերը ու ճգնավորները, ովքեր եղել են այն տարիներին թանահատում, սնվել են բացառապես բուսականությամբ, այսինքն նույնիսկ հրաժարվել են այդ թանից։ Ինչ վերաբերում է մյուս տարբերակին շրջանառվող անվան հետ կապված, անցում ենք անելու դեպի հեթանոսություն, Անահիտ Աստվածուհու տաճարն է եղել այստեղ, ասում են, իսկ Անահիտ շրջելով, տառերը փոխելով, Անահիտ Թանահատ, դրա հետ են կապում, իսկ ձեզ համար գաղտնիք չէ, որ հեթանոսական տաճարների վրա կառուցվել են հոգևոր կառույցներ, ինչպիսիք են վանքերը, եկեղեցիները, մատուռները։ Թանահատ զարմացրում է, զարմացրում է։ Թանահատը եղել է հսկայական համալիր, ինչի օժանդակ կառույցների հետքերը դեռ մնացել են ու դեռ կան, այնքան քիչ են այցելությունները այստեղ, որ եկեղեցին նույնիսկ նեղացել է մեզնից, առանձնացել է, ոնց ասում են, իր խաչը մենակով է տանում։ Ուզում եմ նաև խոսել այս սյուներից, ավելացրեք ձեր ուղեղին մի պտղունց երևակայություն ու ամեն բան կընկնի իր տեղը։ Ունեցել ենք փաստորեն սյունազարդ գավիթ, ենթադրում եմ, որովհետև այս հատվածում էլ կան ու սրանից մի քանի տարի առաջ հնագետներ են եկել ու այնտեղ փորձել են կամարների նախնական տեսքը ստանալ։ Ինչ է եղել հետո, չգիտեմ, կիսատ են թողել։ Ինչ պատճառներով։ Ես էլ մուտքը։ Նայում ես այս պատերին, նայում ես այս քարերին ու ուզում ես աշխարհով մեկ գոռալ, որ այս սրբավայրերը, եկեղեցիները, վանական համալիրները ոչ միայն իրենց մեջ կրում են հոգևորը, այս նաև մշակույթը, այս նաև կրթությունը, այս նաև պաշտպանությունը։ Այս հատվածից արդեն խորանն է, տեսեք որքան բարձր է եղել խորանը։ Ավանդախուցն էլ մեկն է, մուտքը խորանից։ Ի վերջո, այս ժառանգությունը պատմամշակութային մեր անցյալը կապում է ներկային։ Այն ժողովուրդը, ով չունի անցյալ, չունի նաև ներկա։ Ապագայի մասին խոսելը այս տարբերակում արդեն անիմաստ է։ Ուզում եմ, որ մեր արմատներին, մեր ակունքներին, մեր սկզբն աղբյուրին մոտ լինենք։ Ուզում եմ, որ Հայաստանը ծաղկի, իսկ այդ ծաղկունքի բույրը
իր շուրջ հրավիրի բազմահազար տուրիստների, որովհետև փորձը ցույց է տվել, որ մենք բոլոր տենդենսները ունենք դառնալու թիվ 1 զբոսաշրջային երկրներից մեկը, ու այդ ամենը մեր անցյալի շնորհիվ։ Գնացինք։ Հանահատից միջև հասանք Սիսիան, ձյունա գալիս, ձմեռը հետ է եկել։ Բասենում մասնաշենքերը մի քանիսն են, մերը երկրորդն է, ինչը ունի 2 հարկ։ Մեր համարն էլ 18 նախկինում շենքի տարածքում եղել է օդանավակայան։ Տարիներ հետո կառուցվել է հանրակացարան կամ պանսիոնատ, հիմա արդեն Բասեն հյուրանոցն է։ Հյուրանոցը առատ է տուրիստներով, ինչը անկեղծանամ ու ասեմ, ինձ դուր է գալիս։ 18 Ահա եւ մեր համարը Սյունիքի տարածաշրջան եկող տուրիստի հիմնականում հետաքրքիր է հարմարավետությունն ու հանգիստը, ինչը Բասենի պարագայում առկա է։ Այդ շատ մեծ երկտեղանոց մահճակալն է։ Քեզ բաժին են հասնում մեր ծափարություններից թվար զանգվածը։ Սրբիչներ ունենք, դեմքի եւ մարմնի խալաթներ, սպիտակեղեն, ճերմակ ու ամենակարևորը ներքնակ։ Փափուկ։ Հարմարություններից սառնարան, աշխատանքային տարածք, պլազմա, սուրճ, թեյ, ջուր, Բասը։ Իսկ հիմա գլխավորը, ունենք սանհանգույց։ Իսկ որտեղ է։ Մտանք։ Տեսե, օդափոխման համակարգը միանում է լույսի հետ ավտոմատ, ջրատաքացուցիչ, սանտեխնիկան պալպալում է, ունենք առանձին լոգախցիկ, body and hair, հասկացա, այս արդեն առանձին թեմա է, որտեղ դու գործ չունես ախր, մենակ ես մաղթում եմ ձեզ բարի գիշեր ու անուշ երազներ, կհանդիպենք վաղ առավոտյան։ Ցտեսություն։ Լույսը նոր բացվել է եւ մենք Բասենում սկսում ենք այս շքեղ արարողությունը, նախաճաշ, շվեդական սեղան է ու ինչ ուզես կա, կաթնամթերք ու լավ հիշողության համար տնական մեղր։ Գարնանային պատկերը ամբողջացնելու համար կարակ, պանիր, տնական ձու, թարխուն ու լավաշ։ Այս կատնաշորի թարմության համար խենթանում եմ։ Այս նշանակում է զարթոնք, գարուն, թարմություն։ Հիշեցնեմ, որ ձեր վճարած սենյակի գումարի մեջ Բասեն մտնում է նաև նախաճաշը։ Այս էլ իմ նախաճաշի ամբողջական պատկերը, սուրճ, սև, առանց շաքարի, ճանապարհորդական երկրորդ օրվա լավ սկիզբ։ Ես չեմ ճանաչում տենց հայի, ով իր առավոտը չի սկսում մի բաժակ սև սուրճով, որտեվ սա դոպինգ է։
Հայաստանը հարուստ է հուշարձաններով, ինչը խորհրդանշում է երկրի մշակույթը, պատմությունը եւ այդ հուշարձաններից մեկը Աղիտու գյուղում է, ինչն էլ հանդիսանում է Սիսիանի տարածաշրջանի հետաքրքիր գյուղերից մեկը եւ լավ նախաճաշից հետո մենք սկսում ենք մեր ճանապարհորդական երկրորդ օրը, սիրելի ճամփորդասերներ, ու եկել ենք Աղիտու։ Մահարձան, հուշարձան, տրիբունա, չգիտեմ որակավորումը որը տամ, որովհետև շրջանառվում են տարբեր վարկածներ, համենայն դեպս Սյունյաց պատմության մեջ այն հիշատակել են որպես մահարձան։ 7-րդ դարի կառույց է, այս հսկան ու նմանատիպ հսկաներ Հայաստանի Հանրապետությունում երկուսն են։ Եկեք քննարկենք մի քանի վարկածներ ու փազլը կամած դասավորենք։ Եթե մահարձան, ուրեմն այստեղ թաղում է եղել, բայց հնագետները եկել են, աշխատել են, օրնիբուն, այդ ժամեր չեն, այդ օրեր չեն, ամիսներով, տարիներով աշխատել են, բայց այստեղ թաղում չեն հայտնաբերել։ Այսինքն բացառում ենք այն տարբերակը, որ այս կառույցը կարող է լինել դամբարան։ Անցնենք երկրորդ վարկածին։ Արաբական արշավանքների ժամանակ զոհ դարձած հերոսների կամ որևէ հայկական կարևոր իրադարձության համար է կանգնեցվել։ Դա է վկայում մեր թղթադրամների վրա այս մահարձանի արկայությունը։ Վերհիշենք հին 1000 դրամանոցները կանաչ գույնի։ Երրորդ տարբերակը թաքնված է այս հուշակոթողի ետնահատվածում, ինչպես տեսնում եք, սանդուղքներ ունենք, ուրեմն այն այդ տարիներին կարող է նաև ծառայած լինի որպես բեմահարթակ, շատ կարևոր որոշումներ ժողովրդին հայտնելու համար կամ հրամաններ։ Ու այստեղ որ քեզ ողջունում է հայկական ճարտարապետությունը, այնքան շատ սիմվոլիկա, էլ նուր, էլ խաղող, սյուներն են գեղեցիկ, ժամերով կարելի է հիանալ ու պարծենալ, որ դու հայ ես, պարծենալ, որ դու ապրում ես Հայաստանում, պարծենալ, որ դու ունեցել ես ու շարունակում ես ունենալ այսպիսի պատմություն։ Վերադառնանք խոսքիս, բեմահարթակ, կարևոր որոշումներ, ես հակված եմ երրորդ տարբերակը ընդունելու, որովհետև փաստերը խոսում են հենց դրա մասին։ Սիսիանի հետ կապված իմ հիշողությունները անկեղծանամ ու ասեմ, լղարիկ էին։ Մի քանի տեղանք, որոնք կարելի է տեսնել, հետո ճանապարհը շարունակել Սյունյաց այլ բնակավայրեր, բայց արի ու տես, որ չէ։ Ամեն անգամ Սիսիանը քեզ դիմավորում է նորովի, թե բացահայտումներով, թե պատմամշակութային կոթողներով, թե հոգևորով, չգիտեմ, ինձ դուր եկավ։ Մեր հեռուստաճամփորդությունը շարունակվում է եւ եկանք Լոր գյուղ։ Սյունիքի մարզի այս գյուղը առանձնանում է նախ նրանով, որ այստեղ ծնվել ու մեծացել է Մեծն Համոսահյանը, երկրորդ այնքան գեղեցիկ բարձունքներով ենք շրջապատված, չեք պատկերացնի։ Ամենուր տեսարաններ են, որոնք աչքդ շոյում են, գրկում են։ Սիրեցի։
այս գյուղը։ Մինչ տուն թանգարան մտնելը եւ կազմակերպելը ձեզ համար փոքրիկ գրական էքսկուրսիա, ամեն ուր սահյանական տողեր են, ձեր լռությունը զրնգում է ձորով մեկ, ձեր լռության համերգում ինձ բացակա չդնեք։ Ուզում եմ, որպեսզի ներկաները շատ լինեն ձեր կյանքում, տուն թանգարաններ այցելելիս։ Մանավանդ, որ այստեղ մտքավճար չկա, այդ մեկ, բայց ձեր գոհունակությունը եւ շնորհակալությունը էքսկուրսավարին անպայման հայտնեք։ Տուն թանգարանը հիմնադրվել է 1981 թվականին Համո Սահյանի ծննդյան 65 տարեկանի առիթով։ Հայրական տան տարածքում է տուն թանգարանը, այստեղ կծանոթանանք մեծ բանաստեղծի կենսագրությանը, ապրելակերպին, կենցաղին, Կիսանդրին էլ շատ սիրուն։ Ու մեզ ողջունում է Քնքուշը, Քնքուշ ջան, բարի ողջույն։ Բարի ողջույնս։ Քնքուշ օր է այսօր։ Այո, շատ հաճելի օր է, շատ ուրախ եմ, որ ներկա է գտնվում մեծ քնարերգուի Համո Սահյանի մեր քարակների դեսպանի տուն թանգարանում։ Ինչ հյուր եկեք, երբ կամենակ, կյանքս էլ կուզեք կտամ, երկերից մեջ փնտրեք մենակ, ես ուրիշ տեղ չկամ։ Ներկայացված է առաջին հարկում գյուղական կենցաղը Համո Սահյան եւ լորեցիները միաձուլված միասին, նրանց տարանջատելը սխալ կլինի, նրանք միաձույլ են լուսնի վրա տուն ու այգի մասի վրա գահ ունենամ ուր էլ գնամ, ինչ էլ անի Համո Սահյանը իր լորին է։ Այստեղ ամեն ինչ ապուպապոտ է, հորոտ, մորոտ է, մանկության հոտ է, խեղճության հոտ է ու խենթության հոտ։ Համո Սահյանը առհասարակ սիրել է նկարվել, չի սիրել հարցազրույցներ, կենթանի խոսքը Սահյանից շատ քիչ է պահպանված։ Այստեղ Շորժ Զավթյանի կինն է, Թերեզան եւ նրա երկրորդ կինը Սվետլանա Խաչատրյանը։ Հայրս երբ դաշտից հոգնած գալիս էր տուն, ասում էր՝ մի բան բեր կարդանք, ես պահարանից վերցնում էի Թումանյան, Իսահակյան, չգիտեմ որը պատահել, ասում էր՝ չէ, մերը բեր կարդանք։ Կարծես թե Աստծո նախախնամությամբ է, որ ես այստեղ եմ գտնվում, այս աշխատանքն եմ կատարում եւ սիրով եմ կատարում ու շատ նվիրումով։ Բառապաշարն էլ է հարուստ, խոսքն էլ է գեղարվեստական, այսինքն մասնագիտական ուղղվածությամբ դուք։ Ես տեխնիկ տեխնոլոգիա մասնագիտությամբ, բայց սիրում եմ այստեղ անձնական օգտագործման իրերն են, այստեղ նվիրական մակագրություններով գրքերն են, շատ գեղեցիկ խոսք ունի Սերո Խանզադյան ուղղված Համո Սահյանի պոեզիային, ասում է Համո Սահյանը մանուշակի է նման։ Ինքը երևում չի, քոլերի տակին է, բայց հոտը աման տեղան առնում ենք։ Տուրիստների հոսքը աննախադեպ է, արդեն սկսվում է, այցեշրջանը արդեն բացված է, անցյալ տարի ունեցել ենք 3000-ից ավել տուրիստներ։ Հանրապետության բոլոր շրջաններից, բոլոր դպրոցներից կարելի ասել, Երևանից, մարզերից, հիմնականում Սյունիքը ավելի շատ, որտեղ մոտիկա տարածքը, իսկ այս տարի արդեն սկսել եմ օնլայն ձևաչափով թանգարանը ներկայացնել, դա էլ է նույնպես հաճելի եւ ողջունելի է, դադար չկա, այսպես ասեմ։ Այստեղ ձևավորված է Համո Սահյանի աշխատասենյակը, որտեղ պահպանվել է նրա անձնական իրերը։ Մայրիկի նկարն է, Գայանե Մայրիկի շատ, որ Զանգեզուր աշխարհի Բեղուն Արքանդի արժանավոր զավակին է ծնել մեր քնարերգուին, մեր անկողոպտելի հարստությունը, մեր լորեցիների սպարտությունը եւ այցեքարտը։ Քնքուշ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ ֆանտաստիկ օրվա համար, գրական օրվա համար, կարոտ օրվա համար։ Հացից խռոված երեխայի պես, ինչ չանեմ, հացին եմ նայում։ Քունս թրցրել բայցարի ուտես, բարձից փախչելով, բարձին եմ նայում։ Ամենքի համար ամեն ինչ արել, նստած արածիս վարձին եմ նայում, գժված գլուխս, ափիս մեջ արել, անցած օրերից դարձին եմ նայում, ապրեք եւ ապրեցեք մեծ քնարերգուի պոեզիան, դա յուրաքանչյուրից պարտնցիրելներից։ Եկեք ձեզ գրկում։ Մերսի շատ։ Լցված, հագեցած դուրս եկանք Սահյանի տուն թանգարանից ու մտքովս գիտեք ինչ է անցնում, անկախ նրանից դուք Սյունեցի եք, Արարատցի եք, Արագածոտնի մարզից եք, Շիրակից եք, Լոռիից եք, հոսքը
պետքա շատ լինի նմանատիպ վայրեր դպրոցական տարիքից մնացել են այն հիշողությունները, որ ուզում էի առաջինը գնայի գրատախտակի մոտ ու որևէ անգիր ասեի ու սպասում էի սրտի թրթիռով այն օրվան, թե երբ պետքա որևէ տուն-թանգարան էքսկուրսիա կազմակերպվեր։ Այդ ժամանակները ուզում եմ հետ գան, որպեսզի մեր սերունդը հասկանա ինչ գանձարան ունենք հայոց գրականության ասպարեզում։ Այնքան զննեցինք, այնքան դեգերեցինք, ման եկանք, որ սաստիկ սովածացանք, բայց ես չզգացի ինչպես օրը մոտեցավ իր տրամաբանական ավարտին։ Հիմա պետք է հոգանք մեր ստամոքսի պահանջները։ Անկեղծ ասած, այնքան հոգնած եմ, որ չեմ պատրաստվում Սիսիանում հաց ուտելու տեղ գտնեմ, ուղղակի վիճակի չեմ։ Մեր հյուրանոցում բասենում շատ լավ հաց են տալիս, կարևորը տնական ու էկոլոգիապես թարմ մաքուր։ Սեղանին հայկական ղափամա, տիպիկ տարածաշրջանի լոբի, Սյունյաց եւ իհարկե Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից թարմ թռչնամիս, աղցանի տեսքով, տապակած խրթխրթան թևիկների տեսքով եւ իհարկե ավանդական խորովածի տեսքով։ Ես կփորձեմ ամեն ինչից քիչ-քիչ, որպեսզի շուտ չկշտանամ, հետ այսու մենք մեր հաղորդման շրջանակներում ցանկացած ռեստորանի տրամադրելու ենք Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի միսը եւ փորձելու ենք օրիգինալ որևէ բան պատրաստել ու համտեսել։ Այս մեր խոհարարի ձեռքերը հրաշքներ են արարել։ Ու ես հիմա արարվում եմ, ստամոքսս էլ հետ է, շատ համով է, անկեղծ, տաք աղցաներ, ձեռքերով, շատ հյութ եղա ստացվել, այդ ծխի համը նույնպես քիմքիս է, Զանգեզուրի թռչնաֆաբրիկա, որ ես էլ մեր հայկական համովությունը, ես կասեի մեր սեղանի թագուհին։ Ես չէ, որ դդմի օգտակար հատկություններից պետք է խոսեմ, օգտագործեք խոհանոցում, ձեր օրգանիզմը այս վիտամինային ծաղկե փնջի պաշարը շատ ունի, որպեսզի առողջ լինեք։ Այս համեղ պատառով ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, շատ եմ ուզում, որպեսզի բաժանորդագրումները շատ լինեն, շատ եմ ուզում, որպեսզի կիսումները շատ լինեն մեր նյութերով, էպիզոդներով նկարահանած Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում ու ուզում եմ, որպեսզի Հայաստանը գրկաբաց ընդունի ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր տուրիստների, որովհետև մենք կարող ենք դա անել, միասին, ցտեսություն։